Հայ-վրացական սահմանին հայկական բեռնատարները մի քանի օր շարունակ կանգնած են մուտքի թույլտվության ակնկալիքով։ Վրաստանը անհասկանալի պատճառներով հրաժարվում է թույլ տալ հայկական բեռների մուտքը իր տարածք, իսկ ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարծես միայն խորանում է։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն էլ հայտարարում է դադարեցվում են հայկական արտադրանքների արտահանումը, մինչև լուծեն ստեղծված խնդիրը։ Ունքի փոխարեն աչքը հանելու քաղաքականություն է վարում Հայաստանի կառավարությունն ու տնտեսական քաղաքականության պատասխանատու էկոնոմիկայի նախարարությունը։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն այսպես է մեկնաբանում հայտարարությունը։ Կոնկրետ այստեղ լիազոր մարմինը, որ պետք է աշխատանքներ իրականացնել, դա էկոնոմիկայի նախարարն է, էկոնոմիկայի նախարարությունը իր ենթակառուցվածքներով, իր բազմաթիվ լիազորված գործառույթներով եւ հիմնարկություններով։ Կոնկրետ այդ անձնավորությունը Գևորգ Պապյանը կարծեմ դրա անունը, այդ ամբողջ աշխատանքը տապալել է։ Այդ մարդը քաղաքական հստակ հավատալության կոչերի մասնագետ է, նա տնտեսության հետ ընդհանրապես կապ չունի։ Վարորդները բողոքում են բեռները փչանալու վտանգի առաջ են, պայմաններն անտանելի են, իսկ հստակ պատասխան չկա ոչ վրացական, ոչ հայկական կողմից։ Վրաստանի մաքսային ծառայությունը պաշտոնապես չի հաղորդել արգելքի կոնկրետ պատճառները։ Տարածվում են տեղեկություններ, թե հնարավոր է խնդիրներ լինեն փաստաթղթավորման կամ բեռների սանիտարական ստուգման հետ կապված, սակայն հստակ բացատրություն մինչ օրս չկա։ Ես փորձեցի ուսումնասիրել վրացական մամուլում եւ վրացական պաշտոնական մարմինների կողմից ինչ է հայտարարվում, եւ ըստության ոչ մի բան չլսեցի, որը բան չկա, որը, ասենք, այնպիսի տպավորություն ստեղծում, որ ոչ մի բան տեղի չի։ Իսկ բոլոր հրապարակումներ վրացական մամուլում մեջ բերում են հայկական սպիկերներին եւ այսինքն ընդհանրապես ինչ տեղեկատվական իմպուլսը հասնում է, միայն դա է քննարկվում վրացական մամուլում։ Հայաստանի իշխանությունների արձագանքը սակայն մեծ դժգոհություն է առաջացրել բեռնափոխադրող ընկերությունների ու արտահանողների շրջանում։ Փոխվարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել, նշելով, որ արտահանումը դադարեցվում է ժամանակավորապես, մինչև դիվանագիտական ուղիներով հարցի կարգավորումը։ Որ հարցը դիվանագիտական ուղիներով կարգավորում կստանա, կասկածում է Կամենդատյանը։ Նման բողոքներով, նման մանրամասնացի կամ ուղղակի կամ անուղղակի որոշակի լրագրողական կամ մասնագիտական կսմիթներով հարցը չի լինելու կարգավորել։ Այս քաղաքական խմբակը, որի անդամն է մեկն է Գևորգ Պապյանը, այս քաղաքական խմբակի մեն հեռացում Հայաստան տնտեսության զարգացման իրական հեռանկարներ եւ նախադրաններ կլինեն։ Մասնագետները կարծում են, որ իրավիճակը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ կապված տարածաշրջանային վերջին զարգացումների կամ միջազգային ճնշումների հետ։ Մինչ իշխանականները պնդում են, թե Վրաստանի կողմից դրված արգելքը կապված է Ռուսաստանից կախում ունենալու հետ, Միքայելյանը հիշեցնում է Վրաստանն ավելի շատ կախում ունի Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Այստեղ իհարկե իսկապես բանակցելու խնդիր կա, բայց ինչի շուրջ բանակցելու։ Օրակարգերը տարբեր են, Հայաստանը քիչ հետաքրքրություն ունի Վրաստանի համար, եւ քանի որ Հայաստանի ներկայացությունները որևէ սեփական քաղաքական գիծ չունեն, իսկ ամբողջ իրենց քաղաքական գիծը ուրիշների առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական գծի մեջ տեղավորվելն է, ապա իրենց հետ ի սկզբանե խոսելու բան չկա։ Մինչ բեռնատարները շարունակում են մնալ սահմանին սպասման ու անորոշության մեջ, ակնհայտ է դառնում Հայաստանի արտահանման շուկան վտանգված է անորոշ ժամանակով։ Սդամակարյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։